Prof Alliance 17 տարի շուկայում խոշոր եւ միջին բիզնեսի հաշվապահության վարում հաշվապահական եւ հարկային ոլորտի խորհրդատվություն ակտիվների գույքագրում Prof Alliance Դու պետքա տեսնեիր ոնց էր լաց լինում Դե հա պատկերացնում եմ papan ոնց է ներկայացրել հարցը Դե գիտես ոնց ես չեմ ուզում իհարկե իրան ասեմ իր հայրը ով է բայց դե ամեն դեպքում չեմ էլ ուզում մտածի որ ինքը հրեշտակ է սպիտակ շորերով Դրա համար իրական չգիտեմ որ նա ճիշտ չեմ ուզում երեխան իրան անիմաստ տանջի Չի տանջվի ես կխոսեմ հետը դու բան մի ասա Շնորհակալ եմ Դավիթ շնորհակալ եմ քեզ որ ամեն պարագայում մեզ հետ ես Մերսի բան չկա Իզաբել Ես այդ ճանապարհով անցել եմ ինչով որ հիմա Անայիսն է անցնում ու ես ամեն ինչ կանեմ որ իր համար գոնե այդքան ցավոտ չլինի ինչքան ինձ համար ա եղել Լավ Դավիթ ջան Իսկ մոտ ամեն ինչ նորմալ է, Լուսեն անհանգիստ էր, որ չկայիր։ Անհանգիստ էր։ Հա, զանգեց հարցնում էր, դու ուր ես։ Ինչի ձայն չես անում։ Չէ, ամեն ինչ նորմալ է, ես ուղղակի գործեր ունեի։ Ես այս 2 օրը անպայման կհանդիպեմ Անայիսի հետ կխոսեմ։ Լավ, Դավիթ ջան։ Ես պատրաստ է գնացինք։ Արի, սրա պատրաստ է Երիկա։ Ինք իրան արդեն ստացել է։ Ես չեմ հասկանում մեջ։ Վիրավորվել էր, որ մեր հետ չեկավ։ Դե հա, ասենք թե ես չեմ դու ես։ Հետներս եկել էր, ասենք։ Հիմա ինքը որտեղ դիլներ։ Արգամենց տանը։ Անջատոցը։ Իսկ կարող է անջատել ու քնել ուղղակի։ Տանը չի։ Լավ իսկ օրվա հետ կապված ինչ պլաններ ուներ, չգիտեք։ 1-2 հանդիպումներ էլի։ Իսկ չի եղել, որ հանդիպումների ժամանակ անջատի հեռախոսը։ 2 անգամ եղել է անջատած։ Տիկին Սաթեն, ինչ եղավ, լավ չեք զգում ձեզ։ Սիրտս ծակեց, նյարդերս հեչ բանի պետք չի։ Կուզեք շտապողություն կանչեմ։ Չէ, դեղ սառնարանի մեջ սրտի կաթերներ կան վեր։ Հա, չանցավ գլխացավդ, երկրորդ դեղն ես խմում։ Չէ, Մարիամ, չէ։ Են Արամն ինչ եղավ է ուշանում է։ Որ գա հենց եկավ ես կգնամ կպարկեմ։ Արամը արդեն օֆիսից դուրս է եկել, ասեց ընկերոջս եմ տեսել, հիմա գալիս եմ։ Բայց դու կարող ես քնաբեր խմես, տենց չի անցնի գլխացավդ, չես կարա քնես։ Հա, թող գա հետո կգնամ, հետ էլ կխմեմ։ Ինչ ես Արամին սպասում, գնա հանգիստ պարկի, մեկա ես չեմ քնում։ Գնա պարկի, մենակ որ պարկես Սուրենի մասին չմտածես։ Վայ դրա անունը մի տուր խնդրում եմ։ Վերջ, գնա։
Վեր կաց։ Ախր այն Լուսեն էլ չզանգեց է։ Արգամ Լուսեն ասեց հարմար լինի կխոսա։ Վաղը ամեն ինչ պարզ կլինի։ Վեր կաց։ Վեր կաց, գնա։ Լավ, գնում եմ։ Գնա պարկի։ Քնաբերն էլ իմ դարակի վրա է։ Վերջապես, այմա կտեսնեմ ոնց ես արյունով լացում տիկին սաթեն։ Ինչ, հայր լակոտները դե տարմի տեղ պայել է։ Հա, Ռոմ, չմորանաս գրպանները մի երկու կոպեկ կգցես, որ հանգիստ նստեն։ Չէ, երկան չենք մնալու, ես քանի օրը փողը վերցնում ենք ու թռնենք ստեղից հետ, լակոտների հարցնել մի ձև կլուծենք էլի։ Ես քանի օրա ողբի մեջ էի Ռոմ, վերջապես սիրտս բացվեց։ Լսի իսկ այդ լակոտի վիճակը ոնց է։ Հաստատ, ջան, ընտիր։ Դե գնա հանգստացի դա։ Այմա կհասկանաս ինչ է նշանակում դուրս գալ Սրափյանի դեմ լակոտ։ Չէ, անայս հասել եմ արդեն։ Հա մի քիչ ուշացա, Արտուրին էի տեսել, տենց վիկենդ ամրանց գնալու պահով էինք խոսում։ Դու մամայիդ ասել ես, չէ։ Հա, ես քեզ իրիկունը տուն կբերեմ։ Հա։ Մի վարքան սա կզանգեմ քեզ։ Կզանգեմ հանել։ Արեք։ Ալո։ Կանչ գրանցեք, Տիգրան Պետրոսյան 81, 25-26 տարեկան հարցեր մի տվեք, շուտ եկեք։ Լավ, արեք, Ոնց եք տիկին Սաթեն։ Այ չի անցնում, ես ինչ վատեմ չուրբանայից հետ կատարվում։ Վայ, չի պատասխանում անջատած է։ Չէ, անջատված է։ Լավ, բայց որ Արեգ եկավ ինչ անելու, շտապօգնություն պետք է կանչի, ես կկանչեմ։ Կարող եմ ծիծաղես ինձ վրա, բայց որ Արեգն եկավ, ես ինձ ավելի լավ կզգամ։ Հետո էլ ասում եք, թե ինձ որդունման սիրում եք։ Քեզ որդունման սիրում եմ։ Բայց Արեգն իմ թորն է։ Տիկին Սաթեն։ Այ։ Մի շարժվեք, խնդրում եմ։ Հիմա շտապօգնություն եմ կանչում։ Ալո, կանչ գրանցեք, խնդրում եմ։ Սրտի խնդիրով։ Աչքս կպել էր։ Հա, ուզեցի ծածկեմ չմրսես։ Գնա պարկի։ Չէ, ուզում եմ խոսենք։ Նստի։ Դե գնա քնի, առավոտը կխոսենք, հիմա տեսքդ շատ հոգնած է։ Դժվար թե վաղը տեսքս ավելի լավ լինի։ Նստի։ Հա, բայց գոնե ասա ինչ ա եղել, շատ անհանգիստ ես, ինչ-որ բան տանջում ա քեզ։ Ասա հետո կխոսենք։ Չէ, ես հետո կասեմ, հիմա ուզում եմ քեզ լսեմ։ Դավիթ, մենք որոշել ենք, որ գոնե ընկերություն անենք, չէ, ու ընկերները պիտի անկեղծ լինեն իրար հանդեպ։ Համաձայն եմ։ Հետո։
Դե իմ մոտ չի ստացվում։ Ինչ է նկատի ունես։ Դե ես քեզ ավելի լավ սկսեցի ճանաչել ու հավանում եմ որպես մարդ։ Բայց որպես տղամարդ ում կսիրեմ, կներես չեմ կարողանում։ Անայս ինչ է, հպալ ես, անհանգիստ ես։ Հետում ես զանգում։ Արամին։ Նոր չէիք իրար հետ խոսում։ Հա, բայց զանգը շատ միանգամից անջատեց ու հիմա չի պատասխանում։ Բայց ուր էր։ Ասես տուն է հասնում։ Թե երևի ծնողների հետ խոսքով անկել, Անայս։ Չգիտեմ, բայց ձայնը դուրս չեկավ։ Պատասխանի։ Զանգում եմ պապային հեռախոսն անջատած է։ Չէ, մամա Արտուրը զանգեց մեր գործերով։ Չեմ անհանգստացի։ Քնելա։ Բայց ինչ է եղել պապային։ Լավ, մամ, հա չեմ ուշանալ։ Լավ, զանգեմ։ Ինչի է ժպտում։ Հիշում ես, որ քեզ հարցրի մորքուրի հետ հանդիպել եք ինչ եք խոսել։ Դու էլ ոչինչ չէիր ասում։ Կարող է հիմա ասես։ Բայց այդ ինչ կապ ունի։ Ունի։ Զգում եմ, որ ունի։ Չունի, Դավիթ, դու ավելի լավ ասա ինչ ես մտածում իմ ասացի մասին։ Անկեղծ։ Ահա։ Ուզում եմ հասկանամ ինչի հենց հիմա որոշեցիր խոսել։ Դե ախր ինչ կապ ունի երբ ես զգում եմ, որ իմ մոտ ոչ մի բան չի ստացվում, ուղղակի ես չգիտեի քեզ ոնց ասեի, որ չցավացնեի։ Ու գտար ձևը։ Չէ, չգտա, ուղղակի սենց էլ ոնց որ մենք ուղղակի մեր կյանքը մաշենք։ Ուրեմն ինձ հետ նույն տան մեջ ապրելը կյանքը մաշել է։ Լավ էլի, Դավիթ։ Ուզում ես ասես քո համար հաճելի է իմ հետ նույն տան մեջ սենց ապրելը։ Դու ավելի լավ է իմ հարցին պատասխանի, ես իմ զգացողությունների մասին հետո կկիսվեմ։ Քո արած ուղղակի իրականությունից փախչելն է։ Իսկ քո արածը իմ հարցից փախչելն է, այնպես որ ավելի լավ է պատասխանես հարցիս։ Կլինի թողնես խոսենք։ Կներես չեմ կարող, Արամն է պիտի պատասխանեմ։ Հա, Արամ։ Հա, տանն եմ։ Դավիթն էլ է տանը։ Բայց դու ուր ես, մի րոպե, մաման, պապան։ Հա, էլի տամ Դավիթին, բայց կասես ինչ ա եղել։ Հասա, Արամ։ Ասել եմ հիվանդանոց վիճակը իմ կարծիքով հեչ լավ չի։ Դավ խնդրում եմ շուտ արա արի էլի, բայց մերոնց հանկարծ բան չասես։ Լավ։ Գնացի ապեշտի։
Դավիթ մի հատ կասես ում ինչ եղել, ուր ես գնում։ Ուսե արդեն ասեցի ձերանց հետ ամեն ինչ նորմալ է, գնամ կզանգեմ։ Արամը ինչի չի պատասխանում։ Արամին այդքան մի զանգինա, հիմա չի էլ պատասխանի։ Ես կգնամ, հետո կզանգեմ քեզ։ Չէ, մի րոպե, դու ոչ միտեղ չես գնալու մինչև չասես ինչ ա եղել։ Ուսե խնդրում եմ, թող գնամ, հա? Կզանգեմ ես։ Բայց ում ա ինչ եղել, որ ոչ դու ես ուզում ասես, ոչ Արամը։ Արեգը։ Դավիթ ինչ ա եղել։ Դավիթ Արեգին ինչ ա եղել, խոսա։ Հիվանդանոցում եմ։ Ոնց որ թող գնամ, կզանգեմ ես քեզ ընդեղից։ Ես էլ եմ գալիս հետդ։ Ուսե քո գալը իմաստ չունի, գալիս ես ինչ անես։ Դավիթ, ես էլ եմ գալիս, եթե դու չթողես հիմա քո հետ, կամ ես մեկը գալու եմ, խնդրում եմ տար։ Արագացրու ակնի։ Չէ, իրանց տանն եմ։ Տիկին Սաթենի կողքին, հա։ Դե շտապօգությունը եկավ, ստուգեց, լուրջ բան չկար։ Ցավեր կար, ցավազրկող ներարկեցին, հետն էլ քնաբեր։ Քնած է հիմա։ Լավ, Աշխեն, հետո կխոսենք։ Հիմա պետք է Արեգին զանգեմ, չնայած հեռախոսն անջատած է, չեմ էլ պատկերացնում, թե որտեղ կլինի։ Այսինքն Աշխեն պարտիզան խաղալու ժամանակը չի, ինչ ա եղել, ասա։ Այդ հաստատ։ Նշանակում է, որ ամեն ինչ կարար լսեր։ Չէ, քո հետ չեմ։ Իսկ դու հետո խոսել ես հետը։ Լավ, Աշխեն, ապրես, որ ասեցիր։ Հա, շատ կարևոր էր։ Դե լավ, հետո կխոսենք։ Իզաբել, բարև ձեզ։ Կապիտան Արամյանն է։ Դե վերցրու էլի հեռախոսը Արամ։ Ինչ եղավ։ Այստեղին։ Ինչ ա եղել Սաթենին։ Սիրտն ա վատացել։ Այդ տղան զանգեց, ասեց գնան մոտը միջև ինքը գա։ Արեգը։ Դե հենց Արեգի համար էլ գնում է էլի, հեռախոսը անջատած Արեգի։ Մամից կարող է Արամը իմանա։ Դե չգիտեմ, բայց Արամը զանգեց։ Չէ, հետ էլ չի զանգել։ Դե կզանգի կերևը։ Բայց եթե հարցնեմ Արամից, հաստատ ուզենալու է իմանա ինչ ա եղել։ Կարամ ասեմ, դե գիտես Սաթենը իր համար շատ կարևոր մարդ է։ Դե թող զանգի, ընթացքում խոսելուց կհասկանաս։ Բալես ես բանալին վերցնում եմ, եթե ուշ գամ դու կքնես։ Լավ, բայց կզանգես, չէ՞ ասես Սաթենը ոնց է։ Հա, կզանգեմ։ Դու չես վախենում, չէ՞ հաստատ։ Չէ, մամ ջան, հանգիստ գնա։ Լավ, դե գնացի, լավ արես։ Արամ ինչ ա եղել, ուր Արեգը։ Բժիշկները մոտն են։ Հեսա դուրս գանք իմանանք ոնց է։ Հա, բայց գոնե կասես ինչ ա եղել։ Դե չգիտեմ, վթար ա եղել։ Ես գնացի մեր տան մոտ էր, ընկած էր։ Լուսե, ես մամայից բան չեմ ասել։
Որ զանգեն դու էլ հանկարծ բան չասես, իրան գիտեն ես Արտուրի հետ եմ։ Հա, ոչ մի բան չեմ ասի։ Դու կասես երբ ես բերել իրեն, իմանամ երբ դուրս կգան բժիշկները։ Մի քիչ առաջ։ Անդա նստելու տեղ կա։ Գնա նստի բժիշկները հենց կան, ես քեզ կկանչեմ։ Լուսե, բան ենք պայմանավորվել։ Ինչ ուտել։ Ծեծել են։ Ամենակ իմանում եմ, որ մի անասունն արը։ Ասում ես ձեր տան մոտ, հա։ Լավ, բայց երունք, մամատ, պապատ։ Չէ, ոչ մի բան չգիտի։ Երևի մեր տուն գնալուց ա եղել։ Բայց չգիտեմ էլ ինչի մեր տուն պետք է գնար։ Քեզ էլ մերսի, որ եկար։ Նողակի մենակով չգիտեմ։ Չէ, լավ ես արել, որ ասել ես։ Լավ, թող բժիշկները դուրս գան, տեսնենք ինչ են ասում։ Լսի, իսկ Սաթենը բան գիտի։ Ես Սաթենին բան չեմ կարող ասեմ։ Լավ, արի գնանք Լուսեի մոտ։ Թե չես ինքն է գալու մեր մոտ։ Ալո, Սամ։ Բարև աղբերս։ Լսի։ Շտապ նայում ես հիվանդանոց ինչ կանչեր է գրանցվել։ Հա։ 20-27 տարեկան։ Չէ, դժվար է սովորական դեպք լինի։ Տես, քանի հատ ուզում ա լինի, ամբողջը գրի ուղարկի ինձ։ Լավ, սպասում եմ։ Պարոն կապիտան։ Բարև ձեզ, Տիկին Մելիքյան։ Արամոս։ Տիկին Մարիամ, Տիկին Մարիամ։ Ախր արեք մեքենա ունի, ինչի համար եք ոդկով տեղ գնում, որ սենց բան ա լինում։ Խնդրում եմ կնստես։ Չէ, չեմ կարող նստեմ։ Չերված Արամը։ Լսի, արի նստի, հա։ Այդ բուժ աշխատողը ամեն վարքյան չի գալու ասի դուրս եկեք միջանցքից։ Դավիթ, կներես ու մերսի, որ ասեցիր ինձ։ Խնդրում։ Հա, ես գիտեմ, որ դու իմը ատում ես ինձ։ Չէ, հանգիստ տեղի։ Ես իմ ամենակ ինձ եմ ատում։ Դավիթ, ես… Հետո։ Խնդրում եմ։ Գնամ տեսնեմ որտեղ ապարատ կա սուրճ վերցնեմ։ Կուզես։ Ջուր, եթե լինի։ Ճանաչում եք հեռախոսը։ Չէ, բայց մտածեցի տղայինս է։ Փարքասու տղայինս չի։ Իսկ ձեր տղան Արամը տանն է։ Չէ, ընկերոջ հետ է, բայց ինչ որ շատ ուշացավ։ Իսկ պարոն Մելիքյանը։ Քնած է, գլխացավ ուներ, չէր անցնում, քնաբեր խմեց։ Բայց ես չեմ հասկանում, դուք ինչ եք այս ժամին եկել մեր տուն։
Էս հեռախոսը Արյունը։ Լավ, Տիկին Մարիամ, ինձ ուղղակի Արամի համարն ասեք, լավ։ Ու դուք այս ընթացքում տանն եք եղել, ինչ որ մեկն եկել, հա։ Չէ, տանն ենք եղել ու ով պետքա գար։ Լավ, Արամի համարն ասեք, հա։ Դուք չեք ուզում իմ հարցերին պատասխանեք։ Կպատասխանեմ, բայց զանգից հետո։ 099 40 41 Չէ, դեռ դուրս չի եկել բժիշկը։ Չէ, անայս մամայդ հանկարծ բան չասես։ Հասկանանք բժիշկները ինչ են ասում նոր։ Բայց որ խոսած մամայդ հետ, իմացի Սաթրնը ոնց է ու ինձ ասել, լավ։ Մի վարկյան զանգ է գալիս։ Հա կզանգեմ քեզ։ Ալո։ Հա ես եմ։ Իսկ ով է կներեք։ Ահա։ Չեմ հասկանում, քնած ես։ Հա փաստորեն խմած ես։ Դու ինչ-որ շրատ չես խմում ես վերջերս։ Դե հեչ կարևոր բան ունեի հետդ խոսելու։ Հա, շտապա։ Բայց ոչ ես վիճակում։ Առավոտը կզանգես հիմա գնա քնի։ Արամը չի երևացել։ Մի բան երևաց էլի գնաց։ Դավիթ բժիշկները դուրս չեն գալիս, արդեն չգիտեմ ինչ մտածեմ, շատ եմ վախենում։ Մի վախեցի, ջուր խմի։ Մնա այստեղ ես գնամ արագ նայեմ գամ, լավ։ Հա, եսա հասցենք ուղարկեմ կգաք կվերցնեք հեռախոսը։ Մենակ խնդրում եմ առանց ավելորդ աղմուկի, ես մարդիկ առանց էդ էլ շոկի մեջ են։ Լավ։ Տիկին Մարիամ, քիչ հետո ոստիկան կգա ու կվերցնի հեռախոսը։ Այսինքն սա Արեգի հեռախոսն է։ Լսեցիք չէ, թե ես ինչ ասեցի։ Ոստիկանը։ Շատ ճիշտ է։ Ոստիկանը կգա, դուք ուղղակի դուռը կբացեք, կգա կվերցնի ու կգնա։ Բա Արեգը, մի բան ասեք։ Դե ես ենթադրում եմ, թե Արեգը ինչի կարող եկած լինի, բայց այդ ամեն ինչի մասին հետո։ Բա Արամը։ Կփորձեմ տուն ուղարկել, բայց կգա։ Տեսնում եք, դուք էլ վստահ չեք, որ կգա, ամեն դեպքում կփորձեմ։ Բայց ախր Արեգին ով, ինչի համար։ Կպարզենք, դա էլ կհասկանանք։ Հա, Սամջան։ Չէ, իմացել եմ արդեն։ Հա, շնորհակալ եմ, ապրես շատ։ Տիկին Մարիամ, ես գնամ, դուք եկեք դուռը փակեք, լավ, ու խնդրում եմ ձեռք չտաք։ Հա, ոստիկանը կգա։ Շատ երկարեց։ Այնքան վերիք կար վրան։ Դանակի։ Դե իմ տեսածով չէ։ Բայց այդ հաստատ մենակ ձեռի ու ոտի խփած չէր։ Լավ ինչ ես մտածում, ով կարար տենց բան արած լիներ։ Ասա, ապեր, ասա, ինչ մտածում ես ասա։ Մի 2-3 շաբաթ առաջ Արեգի վրա հարձակվել էին։ Մեկն էլ բիդայով էր։ Ուղղակի ցերեկ ա եղել, բան չեն կարեցել անեն։ Մարդիկ են եղել։ Դու այդ ժամանակ Արեգը վստահ էր, որ պապատ էր ուղարկել։ Այ հիմա քեզ պատմում եմ, մտածում եմ, եթե դրանք են բիդայով, չգիտեմ ապեր,
Ես ոչ բժիշկ եմ, ոչ ոստիկան։ Բայց լիքը կռիվ արել եմ։ Դու գիտեմ, որ այդ հաստատ մենակ ոտի ու ձեռի խփած չէր։ Ոստիկաններն էլ արդեն ստեղ են, բուժքույրն ասեց։ Դե պարզ է, որ գործը հարուցվելու։ Ոստիկաններից մեկն էլ հեսա կգա։ Դե Արեգին գիտի, իրան էր ման գալիս։ Մենակ թե Արեգը դիմանա։ Կդիմանա ախպերս։ Ամեն ինչ լավ կլինի։ Ոստիկանն։ Հալո։ Հա, դուք ես տղեկ։ Չէ, ոստիկանները առաջին հարկում են, ես չեմ տեսել։ Դե մտածում էի բժիշկին տեսնեի, իմանայի Արեգը ոնց է նոր։ Հա, դուք եկեք, ես ձեզ կդիմավորեմ։ Լավ։ Ապեր դու գնա Լուսեի մոտ, ես էլ գնամ այդ մարդուն դիմավորեմ։ Հա, գնա, եթե բան պետք լինի զանգի։ Հա, բայց դու էլ որ բժիշկը դուրս գա, հանգիստ գնա, կզանգեմ։ Մարիամ, չեմ հասկանում ես մեր դա ուր են անհետացել։ Մարիամ, ես ինչ ես այստեղ քնել։ Մեռած ձեն տալով, ոչ մեկը ձեն չի անում, ոչ դու, ոչ Արամը։ Արամը արդեն գնացել է, դու ճանապարհել ես ու երևի աչքդ կպել է, հա։ Վայ, այսքան բան հարցրեցի, մի բան ասա գոնե։ Արամը տուն չի եկել, ամբողջ գիշեր հիվանդանոցում ա եղել։ Արամը։ Արամը լավ է։ Արեգն ա վատ։ Արեգը։ Ինչի Արեգն ինչ է եղել։ Են կապիտաններ իրիկուն է եկել։ Ասեց, որ Արամը Արեգին ծեծված է գտել մեր դարպասների մոտ։ Հա, Սերինե։ Չէ, դեռ ոչ մի նորություն չկա, բժիշկները մինչև երեկո չեն դուրս եկել վիրահատարանից։ Ես Սաթենին թողեցի, այնտեղ եկա երեխուն մի հատ նախաճաշ տամ, գնամ դեղերի տակա։ Լավ։ Անայիս, վեր կաց։ Անայիս, ուշանում ես, վեր կաց, Անայիս։ Այ մամ չեմ զգացել ոնց եմ քնել։ Նորություն չկա։ Չէ, դեռ ոչ մի նորություն չկա, բայց Արամը այսօր հաստատ դասի չի գալով, դու վեր կաց գնա։ Մի անհանգստացի, մամ, ես Արամին ասել եմ, որ գնալու եմ դասի։ Դե շուտ արա, արի նախաճաշը դնեմ, կեր գնա, քանի Սաթենը չի արթնացել, գնամ հասնեմ։ Մամ, ես կանեմ, դու հանգիստ գնա։ Հաստատ։ Հա։ Լավ։ Արեգ։ 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 Ինչ եղավ է սրխան որ։
Ես ինչ ա եղել, առավոտ քշերով եկել հասել էստեղ։ Դու կապ ունես այս ամեն ինչի հետ։ Ամեն ինչի տղա ջան։ Լսի, երեք արգամի տան մոտ Արեգին են ջարդել։ Ուզում եմ հասկանամ շները տեն եղել, կապ ունես այս ամեն ինչի հետ։ Տղա ջան, բայց դու ինչ ես մտածում, որ ես կապ ունեմ։ Որովհետև դու էիր անընդհատ ասում, որ պիտի պատասխան տա, պիտի հարցերը լուծես։ Պապ շատ վատ են ծեծել։ Բժիշկները մինչև հիմա վիրահատարանից դուրս չեն եկել։ Խնդրում եմ, ասա իմանամ, կապ ունես։ Հանգիստ տղես, հանգիստ։ Լսի, ինչը հանգիստ։ Ջահել տղու կյանքի մասին է խոսքը։ Հա, խոսա։ Ինչ խոսամ այմար, դե բաներ ասել է, էլի, հետ իշ կապ ունի, բայց։ Չգիտեմ, երեք ամբողջ օրը հիվանդանոցում ինքս ինձ ես հարցն եմ տվել։ Հետո զանգեցի քեզ, այնքան խմած էիր, երկու բառ չկարողացար կապել իրար։ Երբ ես զանգել, չեմ էլ հիշում։ Լավ, այդ կարևոր չի։ Հաստատ կապ չունես, բապ, հանգիստ լինեմ։ Տղա ջան, հանգիստ ֆրֆռը 1000 անգամ ասեցինք էլ։ Ինչ ես նայում ես։ Ասեցի, չէ, էլ ինչ ես ուզում։ Ուզում եմ իմանամ, այդ ինչ առիթով էիր խմել կորցրել քեզ երեք։ Հա, բայց կապիտանը ինչ կապ ունի Արեգի հետ, չեմ հասկանում։ Կամ Արեգը մի րոպե Արեգը մեր դռան մոտ ինչի պիտի լիներ։ Ենել ծեծված կամ հիմա ո՞նց է։ Վիրահատարանում է։ Արամը ասաց հենց ինչ որ նորություն ունենա կզանգի։ Կապիտանը ասաց, որ գլխի է ընկնում, թե ինչի է այստեղ հայտնվել Արեգը, բայց բան չասեց։ Արգամ, ինչ ես կարծում, ինչի է Արեգը եկել մեր տան մոտ ու ով է իրան ծեծել տվել։ Չգիտեմ։ Գլխիս մեջ չի տեղավորվում ասածը, չեմ կարողանում, ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Բան արա, զանգի Արամին, հա։ Մի 10 րոպե առաջ եմ զանգել, ասեց նորություն լինի կզանգի։ Հա։ Բան Սաթենը ո՞նց է։ Սաթենը չգիտի։ Աստված իմ։ Լավ, արի էսպես անենք։ Ես փոխվեմ ու գնամ հիվանդանոց։ Չէ, բայց ես մտածում էի, որ դու իր վիճակի չես լինի, ես մենակ կգնամ։ Ես հիմա ոնց կարող եմ մնալ տանը, Մարիամ, դու հասկանում ես։ Բա որ վատանաս։ Չեմ վատանա։ Դու ամեն դեպքում այդ տեղերը վերցրու հետ, ես բարձանամ, փոխվեմ, գամ միասին գնանք։ Վարորդին ասա թող մեքենան դուրս բերի։ Արեգը։ Բժիշկները դուրս չեն եկել լուսե։ Բայց չեմ հասկանում, ինչ են այսքան երկար անում։ Արամ, դու հաստատ մի բան գիտես ու խաբում ես ինձ։ Ինչ պետք է իմանամ։ Չգիտեմ, բա ինչի է այսքան երկար։ Չգիտեմ։ Դավիթն ուր է։ Գործերներ գնաց, բայց հեսա էլի կգա։ Իսկ դու կարող եք գնաս մի հատ ստուգես կարող ա բժիշկը դուրս եկել մեզ ապնջում։ Նոր եմ եկել եմ դեղից լուսը։ Բայց անհնար է այսքան երկար։ Անդրանիկյան Արեգի հարազատներից ով կա։ Դե հասկանում եմ, որ առիթ կար։ Ուղղակի ուզում եմ ասես, ինչ առիթ։ Այնարդ ասել է կասեմ, բայց հաստատ դուրը չի գա։ Ոչինչ, դու ասա, ես մնացածը կմտածեմ։ Կարող եմ մի բան ասել, մենք հիմա ուզում ենք հիվանդանոց գնալ, կարող ենք։ Հա, իհարկե կարող եք։ Մենակ մի բան հաշվի առեք։ Տիկին Սաթենը գիտի, որ դուք Անդրանիկի հետ նույն մեքենայում եք եղել։
Հարեգը հիվանդանոցում է։ Ես կոնկրետ չգիտեմ, բայց գիտեմ, որ ծեծկրտուկ ա եղել։ Որ հիվանդանոցն ու երբ ա դա եղել։ Ժամանակ չկա։ Օրերի հարց է։ Սաթել,